Պարոն Հարությունյան, երեկվանից մամուլում տեղեկություններ հայտնվեցին ինսայդեր պարբերականի կողմից, որ քաղաքացիական պայմանագրի մրցակիցներից ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը, ում իրենք վարչապետ են համարում հաջորդ, պարզում է FSB-ի հետ կապ է ունեցել նախկինում, եղբոր որդին էլ, որ առաջին համարն է, պարզում է, որ թաքցրել է Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու հանգամանքը, ինչպես եք սա գնահատում։ Դե կարծում եմ, որ հայտնի պարբերականը ուղղակի ամփոփել է հայտնի անձանց գործունեությունը եւ այստեղ շատ նորություն չկա, որովհետեւ բոլոր այն գործողությունները, որ իրականացվել են եւ իրականացվում են Հայաստանում, շատ բնորոշ են գործակալական ցանցի ներկայացուցիչների գործողություններին, եթե ուշադիր նայել եք մեր ընդդիմության մի զգալի մասը, ցանկացած իրադարձության հետ կապված գործում է մեկ մետադիշկայով, այսինքն մեկ շրջաբերականով, խոսքերը մեկ են անում, սկսած երաշխավորի հետ կապված, սկսած 300,000, այսպես ասած, իբր ադրբեջանցիներ գալու հետ կապված, եւ նման հարցերով, այսինքն դե ինսայդերը ուղղակի ամփոփել է, մենք գուցե կռահում էինք, որոշ դեպքերում ունենք համոզմունքներ, բայց դա մեզ համար մեծ նորություն չի։ Հիմա Սամվել Կարապետյանը, որ փաստորեն չհերքեց ըստ էության այդ հանգամանքը, ինչ որ մտքեր էր արտաբերում, բայց հստակ հերքում չկար։ Ինչ կարող ենք սրանից ենթադրել։ Իմ ասացի ապացույցներն են, ես էլ եմ լսել երեք հարց ու պատասխանը, եւ ըստ էության որևէ հիմնավոր հերքում չեղավ այդ ամենին։ Ավելին քիչ առաջ ես մամուլում կարդացի, որ օրինակ նույն Նարեկ Կարապետյանի հետ կապված ռուսական պետական ռեգիստրի ֆայլերը կարծես անհետացել են ըստ մամուլի եւ ես չեմ բացառում, որ հենց այդպես էլ եղել է։ Հիմա օրինակ ասում են դատի են տալու ձեզ եւ այն քաղաքացիական պայմանագրի անդամներին, ովքեր ըստ տեղեկությունը տարածում են, որովհետեւ դա սուտ է ըստ իրենց Նարեկի մասով։ Ժողովրդավարական երկիր է, իրավական պետություն է, եթե դատի են տալիս, ուրեմն հավատում են մեր իրավական համակարգին, այսինքն իրենց հետ կապված ցանկացած որոշում ըստ էության արդար դատավարության արդյունքում է լինելու եւ իրենք էլ հավատում են, այդ պատճառով են դատի տալիս։ Պարոն Հարությունյան, ինչի մասին է խոսում այն, որ մեր ռազմավարական դաշնակիցը ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր դաշտ է գործուղում իր ներկայացուցիչներին։ Բարդ հարց է իրականում եւ մենք պարբերաբար մեր ռուսաստանյան գործընկերների հետ խոսում ենք այս թեմայով եւ կարծում եմ, որ հենց երկխոսության արդյունքում ենք այս հարցերը պետք է լուծենք, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այն անհավասարակշռ հայտարարությունները թեկուզ Բարսաշչյան կամ ոչ Բարսաշչյան պաշտոնյաների կողմից Մոսկվայից զորհնչում են, մենք դրանց շատ հանգիստ ենք պատասխանելու, մենք կռվի մեջ չենք մտնելու եւ կարծում եմ, որ այդ ամենի հանգուցալուծումը նաև կլինի հունիսի 7-ից հետո, երբ որ մեր ժողովուրդը շատ հստակ եւ աներկբա որոշում կայացնի, որ տեր է կանգնում իր անկախությանը, ինքնիշխանությանը, խաղաղությանը եւ ընտրում է այն իշխանությունը, որ այս գաղափարները առաջ կտան։ Օրինակ հանրությունը հասկանում է, ովքեր են այդ մրցակիցները, ձեր շփումները մի քանի օր արդեն քարոզարշավ եք անցկացնում, մարդիկ, ովքեր ամենօրյա ռեժիմով տեղեկություն է տարածում, որ ընտրակաշարք են բաժանում, մարդիկ, ովքեր գործակալներ են այլ երկրների, կարողանում եք սա փոխանցել հանրությանը։ Ես կխնդրեմ մտնել իմ Facebook-յան մեջ, քիչ առաջ մի լուսանկար էի տեղադրել, որը շատ պատահական էր արվել, ոչ իմ կողմից, Ալավերդում մի կնոջ հետ էի զրուցում, որը ֆանտաստիկ վերլուծություն արեց մեր քաղաքական իրադարձությունների եւ կարծում եմ, որ այդ մակարդակով մարդիկ հասկանում են Հայաստանում ինչ է տեղի ունենում, ովքեր են փորձում վնասել մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ գործել օրենքների դեմ եւ այնպես ինչպես 21 թվականին պատասխանը եղավ ժողովրդի կողմից հավաքական պատասխան, այնպես էլ հունիսի 7-ին է լինելու։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար